Բարև, կարևոր քայլ նեյրոտեխնոլոգիաների զարգացման համար։ Neuralink ընկերության երկրորդ բուժառուն կարողացել է կառավարել ռոբոտացված ձեռքը ուղղակի շարժման մասին մտածելով։ Բոլոր 4 վերջույթների պարալիզով բուժառուն Ալեքս Քոնլին դարձել է կոնվոյ հետազոտության առաջին մասնակիցը, ով ուղիղ համակարգիչ ինտերֆեյսի միջոցով սկսել է ամբողջությամբ կառավարել մեխանիկական ձեռքը։ Ինչպես է դա աշխատում։ Առանցքայինն այստեղ Neuralink N1 իմպլանտն է, մետաղադրամի չափերի սարք։ Դրա տակ հազարավոր բարակ էլեկտրոդներ են, որոնք կարող են որսալ ուղեղի մոտորային կեղևի նեյրոնների ազդանշանները։ Երբ Քոնլին մտքում շարժում է պատկերացնում, իմպլանտը որսում է նեյրոնների ակտիվությունը, վերցանում մտադրությունն ու շարժման հրաման փոխանցում ռոբոտացված ձեռքին։ Արդյունքը գրեթե հիշեցնում է դրվագ գիտաֆանտաստիկ ֆիլմից։ Քոնլին կարողացել է ինքնուրույն վերցնել ոլորաբլիթը, դնել այն միկրոալիքային վառարանը, տաքացնել եւ ուտել, այս ամենը մտքի ուժով։ Մեխանիկական ձեռքը, որը նա կառավարել է, ունի ազատության 7 աստիճան, մոտավորապես այնքան, որքան իրական մարդկային ձեռքը։ Դա թույլ է տալիս ուսից մինչև դաստակ շարժվել բնական սահունությամբ եւ ճշգրտությամբ։ Մինչև այդ Neuralink-ի իմպլանտով կառավարում էին համակարգչային էկրանի կուրսորը, խաղային կերպարներին ու տեքստային հաղորդակցությունը։ Առաջին բուժառուն Նոլանդ Արբոն սովորել էր տեքստ հավաքել եւ խաղալ ընդհանրապես տեղնաշարին չդիպչելով։ Այժմ տեխնոլոգիան առաջին անգամ դուրս է եկել վիրտուալ իրականության սահմաններից ու թույլ է տալիս կառավարել իրական օբյեկտներ։ Փորձարկումները շարունակվում են։ Բերլոուի ինստիտուտի գիտնականները, որտեղ անցկացվել է վիրահատությունը, հետևում են իմպլանտի անվտանգությանն ու կայուն աշխատանքին։ Հետազոտության գլխավոր նպատակն է ապացուցել, որ այդպիսի ինտերֆեյսերը կարող են գիտափորձերից վերածվել լիարժեք բժշկական տեխնոլոգիաների, որոնք հասանելի կլինեն շարժողական ֆունկցիաների խախտումներով մարդկանց։ Neuralink-ը պլանավորում է ընդլայնել իր սարքերի ֆունկցիոնալությունն ու հասնել կոմերցիոն կիրառման թույլտվության։ Գերմանիայի հյուսիսում կենդանաբանները ֆիքսել են վարքագիծ, ինչպիսին նախկինում երբեք ոչ ոք չի դիտարկել։ Քարանձավներում, որտեղ հազարավոր չղջիկներ են ձմեռում, գորշ արտնետները սկսել են զբաղվել նրանց որսով։ Ինֆրակարմիր տեսախցիկներով ստացված կադրերը ցույց են տալիս, արտնետները ոչ միայն աղբահավաքներ են, ոչ միայն լեշակերներ, այլ ակտիվ գիշատիչներ։ Նրանք որսում են մոտակայքում թռչող չղջիկներին, հենց օդում օգտագործելով առջևի թաթերը։ Երբեմն սպասում են զոհին քարանձավի մուտքի մոտ լիակատար խավարում, հետևի թաթերի վրա կանգնած ու պոչով պահպանելով հավասարակշռությունը։ Երբ չղջիկը արդեն բավարար մոտ է, առնետը որսում է նրան, կծելով սպանում է եւ տանում։ Լեյբնիցի ասոցիացիայի էվոլյուցիայի եւ կենսաբազմազանության ուսումնասիրության ինստիտուտի գիտնականները հետևել են ձեռնաթևավորների երկու խոշոր գաղութի, որոնք գտնվում են Զեգեբերգ-Կալսբերգ ու Լյունեբուրգեր-Կալսբերգ քարանձավներում, որոնք քաղաքային միջավայրում են։ Քարանձավներից մեկը ձմեռային թաքստոց է ավելի քան 30,000 չղջիկների համար։ Մոտ 5 շաբաթվա ընթացքում Զեգեբերգում տեսախցիկները ֆիքսել են որսի 30 փորձ, որոնցից 13-ը հաջող է ավարտվել։ Քարանձավում գիտնականները հայտնաբերել են նաև թաքստոց, որում պահվել են 52 չղջիկի մնացորդներ, որոշները միայն մասնակի կերված։ Սա նշանակում է, որ արտնետները պարբերաբար են որսի դուրս գալիս եւ անգամ պաշարներ են հավաքում։ Հարևան Լյունեբուրգի քարանձավում ուղիղ հարցարկումներ ֆիքսել չի հաջողվել, սակայն ջերմավիզորները ցույց են տվել արտնետների արկայություն ճաքերի մոտ, որտեղ թաքնվում են չղջիկները։ Այստեղ նույնպես հայտնաբերել են նրանց ակտիվության հետքեր չղջիկների մարմինների պահեստարանների տեսքով։ Գիտնականները փորձել են գնահատել վնասը, անգամ 15 արտնետից բաղկացած ոչ մեծ խումբը մեկ ձմեռվա ընթացքում կարող է ոչնչացնել մոտ 2000 չղջիկ։ Եթե թվականակը ավելի մեծ է, մինչև 60 առանձնյա կապագաղութի կորուստները կարող են գերազանցել 8000-ը, ինչը համապատասխանում է պոպուլյացիայի գրեթե 10%-ին։ Չղջիկների համար, հատկապես քաղաքային պայմաններում, դա լուրջ սպառնալիք է։ Սովորաբար քարանձավները նրանց ծառայում են որպես հուսալի թաքստոց։ Այստեղ չեն հասնում ոչ օձերը, ոչ գիշատիչ թռչունները, սակայն մարդկանց կողքին ապրելուն հարմարված արտնետները թափանցում են ամենուր։ Նրանք հեշտությամբ մագլցում են, կողմնորոշվում մթության մեջ ու շատ խելացի են։ Ձեռնաթևավորների գաղութները պաշտպանելու համար հեղինակներն առաջարկում են կառավարել արտնետների գլխաքանակը, հետևել քարանձավների շուրջ տարածքների մաքրությանն ու տարածքում աղբ չթողնել, որն էլ գրավում է արտնետներին։ Հետաքրքիր է, որ արտնետները շատ արագ յուրացնում են ամենատարբեր էկոլոգիական դերեր։ Մի քանի տարի առաջ Կոլումբիայում արտնետներին նկատել էին փոշոտողների դերում։ Դուիտամա քաղաքում ցերեկը նրանք բարձրանում են ֆեյխոայի ծաղկող ծառերի վրա, ուտում տերևները ու տեղափոխում ծաղկափոշին բույսերի միջև։ Ավելի վաղ համարվում էր, որ այդ ծառերը փոշոտվում են միայն թռչունների ու միջատների կողմից, այնպես որ առնետները, որոնց մենք համարում ենք աղբանոցների եւ նկուղների բնակիչներ, շատ ավելի բարդ են ու վտանգավոր, քան մենք կարծում ենք։
Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ ֆիլմը 1999 թվականին էկրաններ բարձրացած 13-րդ հարկն է։ Սա ոճային նեոնուար է վիրտուալ իրականության մասին ու այն մասին, թե որտեղ է ավարտվում իրական աշխարհը։ Գլխավոր հերոսը ծրագրավորող է, ով աշխատում է 1937 թվականի Լոս Անջելեսի մանրակրկիտ համակարգչային սիմուլյացիան ստեղծելու ուղղությամբ։ Սակայն երբ նրա ղեկավարին սպանում են, նա սկսում է սեփական հետաքննությունն ու աստիճանաբար պարզում, որ իր սեփական աշխարհը նույնպես կարող է սիմուլյացիա լինել։ Ֆիլմը նկարվել է Դանիել Գելուեի Սիմուլյակրոն 3 գրքի մոտիվներով եւ էկրանները բարձրացել նույն տարում, ինչ լեգենդար Մատրիցան։ Սակայն 13-րդ հարկը կենտրոնանում է ոչ թե էքշնի, այլ մթնոլորտի, փիլիսոփայության եւ հանելուկի վրա։ Նեոնային փողոցների փափուկ լույսը, հայելային վերելակները, հին ավտոմեքենաներն ու ռետրո համակարգիչները ամեն ինչ շնչում է տագնապով։ Եթե կարելի է ստեղծել իրականության իդեալական պատճենը, ինչպես ապացուցել, որ դու ինքդ պատճեն չես։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։